Ողջույն։ Ամսի 21-ն է, 9:30 ու 11 աստիճան։ Լվովյանի վրա եմ, ես արդեն այն Ռայկինի մոտ որ կար, ասում այնքան ժողովուրդ ալնելու, բնակարանից դուրս գալ է հերթ ալնելու։ Արդեն Լվովյանից դուրս գալ է հերթ է։ Թեքվեցի գայի պողոտը, կադաստր եմ գնում, կոմիտաս։ Հույս ունեմ վերջի անգամ, բայց հավատս չի գալի։ Արդեն տարի ու կես է, եթե ոչ ավելս։ Ստից հարցը։ Մի տարի Դավիթը զբաղվեց, հետո լրիվ հալից ընկավ, կես տարի ես եմ զբաղվում արդեն։ Ոնց որ թե վերջը մոտեցել է։ Ձեզ հետաքրքիր չի մի, թե չկպատմեի ինչ։ Ստից հարցա ու ինչքան վատ են աշխատում։ Ուժս։ Տնից հենց դուրս եկա, մի քիչ հետո անձրևը սկսեց։ Ինչև էդ Անահիտը ասեց, որ այսօր անձրևը ելնելու է ժամը 5-ից։ Ես էլ ասի շուտ գնամ, քանի անձրև չի եկել։ Այդպես ասում են ռայոններից գալիս են քաղաք առավոտյան աշխատանքի։ Դրա համար սենց շատ մեքենա է առնում։ Օրինակ Միասնիկյանի վրա։ Դուրս եկանք Ռուբինյանց։ Ես շետքերն էլ ինչ-որ երկար տևեցին, չէ՞։ Ձախի վրա։ Հետաքրքիր է, Երևանում այս պահին քանի շենք է կառուցվում։ Ավելի ճիշտ երևի քանի քառակուսի մետր է տարածք է կառուցվում։ Կա տես տվյալ տենաս։ Ամեն մեկում ինչքան մարդ է աշխատում։ Որ հասկանանք էլի։ Ինչքան են գալի ռայոններից, Հնդկաստանից։ Այս Ալմաստ գործարանն է, Աչից։ Կանգարում ու ուսանողներ էին։ Շինարարներին որ հանենք, պետական աշխատողներին հանենք, շինարարները բյուջետը լցնում են, պետական աշխատողները փողը ստանում են, ելով ամենում, սնունդը, սնունդի ոլորտ։ Մի խոսքով շինարարությունում զբաղվածից բացի բանվոր դասակարգ չունենք։ Չկա էլի բացակայում է։ Լավ է, վատ է չգիտեմ, բայց էդ է։ Թեքվենք Սևակ, Ռուբինյանցից։ Աստորեն, հենա դրա համար էլ այդքան ամենտեղ շինարարությունը թույլ են տալի, էլի, չէ։ Բյուջետից աշխատավարձ ստացողները թույլատրությունները տալիս են, ասենք մեր ձորում, տեղ, որ հեչ շենք կառուցելու տեղ չէր, էլի, ոչ շին հրապարակ ունեն, ոչ բան ունեն, բայց
Զատո ինչքան փող են մուծել, չէ, բյուջետ։ Իմ մոտ ճիշտն ասած տպավորությունը արդեն որ կենտրոնից դուրս այդ բնակարանները տենց չեն առնում արդեն դժվարությամբ։ Երևի գինը քիչն է էլի։ Հասանք Ազատության փողոց համարը։ Ես Սևակի վրա եմ առայժմ։ Ոնց որ թույլացավ անձրևը մի քիչ։ Մտա Ազատության փողոցը։ Շիշ ջրեր է գնում մայթի մոտ։ Հիմա կադաստր որ գնում եմ, արդեն իմ կաշվի վրա համոզվեցի, որ չինովնիկները ուժեղ վարպետներ են, իրանք իրանց համար գործ ստեղծելու հարցում։ Ինքնա սպասարկման վրա եմ շատ ուժեղ։ Երևի բանկերում էլ այդ նույն բանը։ Ինչքան էլ լավ երիտասարդներ են բանել, որոշ ժամանակ հետո կամաց փչանում են։ Թեքվեմ ադոնց։ Այս սրանք ակին արագ են կառուցում։ Տեսեք ուր եկան հասան։ Ես աչի վրայի երաս համալիրը նկատի ունեմ։ Դեր որ ուղիղ գնանք կընկնենք են շինարարությունների ինտենսիվ զոնան։ Դրա համար եկեք թեքվենք Տիգրանյան։ Ստեղ համեմատաբար հանգիստ է։ Այս թերիներ են նայում ձախից օրինակ շատ երևանյան են Չասրեցի այս Խաչմերուկա Մամիկոնյանցի հետ աչքով անկյունում նախկին կույրերի կոմբինատն է Այս թեղիներն են, հացենիները, այս մեկը ոնց որ հացենի է։ Մեր երևանյան ծառերը չինար, մեկ էլ բարդի էլի, չէ։ Հա, էլի։ Բարդիները իմ երիտասարդության տարիների հետ համեմատ շատ պակասել են։ Թե սորտնա փոխվել չգիտեմ, ամենադեպս են շատ բմբուլները որ կային այդ մայթերի մոտ հավաքվում էին մեծ քանակով հիմա տենց բան չեմ նկատում Կոմիտաս հասանք հեսա կթեքվենք լավ ես մեր կողմը ահակին ազատ է փողոցը շուկան անցնում ենք, որը ոնց որ թե չի լինելու էլ Այս աչի վրայի շինարարությունն էլ էդ որ առևտրի մեծ կենտրոն պետք է լինի Այդտեղ էլ է մի տեսական հավես գնում Գրիբոյեդովի այդ Խաչմերուկա անցավ Հրացականն էլ անցավ Ստեղ աչից Ռաֆի անվան դպրոցն է
Կոմիտասի վրա անհույս էր, թեքվեցի, իջա, վերջապես ստեղ կանգնեցի։ Այս փողոցը այն կողմը Արամ Խաչատրյանն է հաստատ, դե երևի սա էլի։ Ընդունենք Արամ Խաչատրյան։ Հետ գնալուց երևի նենց գնամ, հաստատ կիմանանք։ Այ, բայց լավ հեռու է, հա։ Ստեղ սենց հանգիստ կյանքը, սեփական տներ են, ոչ նոր։ Հա, չէ, ոչինչ, այդքան հեռու չէ, ենա մեքենաները երևում են Կոմիտասի վրայի։ Ես դուրը մի անգամից փողոց է դուրս գալի։ Այս խեղճ տղեկը որոշեցին սենց, հա, հարցը լուծեն։ Հա, բա ինչ անեն։ Կարան իհարկե զանգ տան գայիով համարը իմանան բան, բայց Ես աստեգար կանգնել էլ են մեքենան։ Ամենադժվար հատվածը մնաց։ Այ զարի վար եմ ասում, չէ, զարի վեր։ Չէ, ողջույն։ Այս լավ տունն է։ Բայց աչքից նոր է սա։ Կամ իրանց նախկին տունն են վերանորոգ է։ Ես էլ ես, որ սենց լավ բետոն են արե բարձր, նալոգավոյնը, մի վաղտ մերը ստեղ էր, հիմա չեմ էլ իմանում որտեղ այ մրդ, ավանում պտի իլնենք էլի, չէ երևի, չգիտեմ, մեր բուղգալձերը ենքան լավն է, ինձ արդեն պետ չի գալի։ Բայց հետաքրքիր է, որ մի վաղ շատ էին գալի։ Այսինքն տեսեք թղթաբանությունը քաղաքին լավացել է։ Սրանք լավ հասցրեցին։ Այս շենքերը դրեցին։ Հեն էլ են բասեինն է, դա էլ շատ լավ են սարքը։ Են կողմերը եղել ենք մի անգամ։
Անայդ այդ ընդեղել ես փոքր շինությունը, որ կա տորտեր էր, մտանք մի հատ լավ կիներ։ Բա ուր է այդ կադաստրը, կարող է լիս սխալը մեկ։ Այս սրա հետևն է կարծում ես, բենզինի։ Մի րոպե, հայ, ստեղ երկաթ գիծը ստեղ է, թե։ Չէ, ոնց որ ստեղ չէր։ Այս ոստիկանությունը ինչ-որ կասկածելի դատար կա։ Ես հենց էր գնում, այստեղով էր, ոնց որ երկաթ գիծը։ Կարծում եմ, այո, հանել են, ասվալտել են, հա, էլ է։ Ինչ-որ ֆիքստուլ ձևի է, չէ՞, սարկած։ Տրվում է վարձով։ Մեզ տպավորությունը ոնց որ ամբողջ շենքն է տրվում։ Դա շուտ բանից է, բայց մարդ չի ապրում ոնց որ։ Անհասկանալի բան է։ Պրեմիում, ռեգուլար 500 դրամ։ Դիզել 500 Են ինչ է ընդեղ Յոգա ստուդիո Կադաստրը էսա, չէ? Այմար, հաստորեն ես շենքի տակ է, այսքան եկել եմ նոր եմ հասկանում։ Իդեպ ճարտարապետը էլի Արմեն Աղալյանն է։ Լավ, ես դիմացը դուրս գամ կպատնեմ, սա սովետի վաղ համեմատաբար էլիտար շենք էր։ Ինչ-որ դատար կա։ Ահա, կադաստրի կոմիտեում գործերը ավարտեցի, հարապկիր սպասարկման գրասենյակ։ Չնայած ասում են ցանկացած գրասենյակ կարելի է ոնց որ թե, հա։ Սաղ նույնն է։ Հլեշ բակը տենանք ինչ կա չկա։ Անգամ կարծեմ մտել եմ ստեղ հայր։ Այս բակը։ Այս այդ շենքն է։ Սա նոր են դրել, չնեղանակ նոր, որ ասում եմ, նկատի ունեմ սովետից հետո։ Այսինքն պետական շինություն չի, էլի, պետությունը չի կառուցել։ Այստեղ ամեն մեկը իր համարով է գալի։ Լավ է։
Դեռ սեփական ժողովուրդն ա, որ անցանք են փողոցով, ձոր է էլի թեթև։ Սաղաքին մեծ հիմնար կա։ Տենաս լիքն է սաղ շենքը, թե։ Այսինքն վարձակալությունը կա ու կա, չէ։ Մի րոպե ակնոցներս հանեմ էլ, մենակ խանգարում է այս պարագայում։ Այս կողմը, որ շատ ուժրեմ, ընդեղ մի բան կգտնեմ երևի փողոց դուրս գալու, հա։ Լավ, այդ կոմպետ չի, եկեք, էլ մի հատ այս դեղին շենքին մոտենանք։ Չէ, ստեղից ոնց որ տեղ չկա դրան մոտենալու։ Պարիսպ են արել, բայց ընդե հենա մի հատ զոնտիկ երևաց։ Հա, զոնտիկով կնոջը հարցրեցի, ասեց այդ բակի համար պետք է դուրս գաք ու են պոյեզդի գծերով, ճիշտ էի, պոյեզդի գծերն էին, պոյեզդի գծերով գաք։ Դուրս գանք գնանք, պոյեզդի գծերով, չէ։ Ահա, դուրս նկանք, հա, այս էլիտար շենքն է, ասելու, ստեղ ապրում էր մի վաղ Անիսիմովին, եսին ոչ մեկը չի հիշի, չէ։ Հայաստանի երկրորդ քարտուղարն էր։ Դե մեծահասակները կհիշեն Սովետի ժամանակ հանրապետություններում երկրորդ քարտուղարը ոնց էր կոչվում կոմկուսի միշտ Ռուսաստանից էր ելնում այնտեղ լավ բակ էր մի թեթև այգի էր մի խոսքով լավ եկեք այդ շենքը գնանք ասեց նախկին պոեզդի գծերը գնանք գծերը գտնենք լավ ժամանակակից չէ Այս էլ գծերը Բայց ասվալտը երբ են անելու Դե արել էին Ու ինչ ես սաղ շենքի ժողովորդը սենց հա գնում գալի Տխուր է չէ Լավ հլը գնանք կաղա ուրիշ տեղել ունեն գնալու Ուրիշ ճանապարհ Ոնց են երևի ուզում չէ այս մարդկանց ձեռից տները առնեն շենքեր սարքեն Այսինքն տենց ակին տեղեր կան Երևանում Հենց նույն Սվերլովը, չէ, Բյուզանդը Սանձրև ինչ-որ ուժեղացավ Հա, այգիները պաստորեն այս կոմն են ժողովրդի Են շենքերի արջևը մի փոքր բան էր
Զոնտիկը սա էր եղում։ Ընդեղ էի մի քիչ առաջ։ Ընդեղից գոռացի ընկնոջը հարցրեցի։ Լավ է, որ հարցրած եմ էլի, հիմա հաստատ գիտեմ, որ ուզածս տեղը կընկնեմ։ Հա չէ, այս մարդիկ խի պետք է ծախեն։ Չնայած ով գիտի, հա։ Բայց զարմանալի է, էլի, շինարարները այսքան գործ են արել, շենքը սարքել են։ Չէ՞ կարելի ստեղ ասֆալտ անել, չեմ հասկանում։ Այնտեղից Կոմիտասից հաստատ ինչ որ պետք էր գալի, չէ՞, իրանց գնալ գալ։ Տեխնիկա է, ես ինչը։ Այն կողմից վարժ է, ինչ որ մի տեղ կունենան երևի։ Էլի։ Այս կանանչ խոտը ինչ հետաքրքիր խոտ չի, էլի էս։ Ինչ է։ Այս մեկը, հեսա, այս։ Են պլյուշի նման բաներից է, էլի։ Բայց լավ է, տենց կանանչ ծածկել է լրիվ։ Հիմա ինչ։ Են կողմով, թե այս կողմով։ Լավ սենց գնանք, նենց հետ կգանք երևի։ Ստեղ շուն է ապրում։ Հանգիստ, հանգիստ։ Ես ինչ հզոր շուն էր։ Բասկերվիլ եկանք։ Ահա։ Հա, այն կողմից տեղ ունեն, հա։ Ասֆալտով գնալ գալու։ Հա, այն մեկն էլ անեին, ինչ էր խանգարում։ Այս ինչ լավ մեծ բակը, ասֆալտած։ Ես հաստատ ինչ-որ հիմնարկը, հա, երևի։ Սեփական տունելներ այգի կլներ։ Կոմիտաս 32 դրոպ 8։ Ասել իրանց մարկետը լավ մի խոսքով ես։ Այս էլ սովետական շենք է, ոչ բակ ունի, ոչ բան ունի, ոչ ենք նեղանում, ոչ մեկս։ Հա դե այն վաղտ տները անվճար էին։ Մարկետ։ Հա, ես իր համար կառուցել անդեղ էլ ապրում է, ներքևն է խանութը։ Կարող է վարձակալության է տվել։ Մուտքը չփակել։ Լես իմանանք ինչ հիմնարկ ձեռնարկությունը։ Չէ, բայց նենց չի որ
լրիվ բակ չկա, զգում եք, ինչ-որ տարածքներ կան, էլի, են հետևներն էլ կարող է խաղահրապարակ էլ լինի, ընդեղ մի հատ էլ նոր տուն են կառուցել, հա, հետևը, հա, հեսա մի հատ էստեղ են կառուցել, հագել են ես մարդկանց օդը, չնայած այս երկու շենքն է մի բան չէր իրար մոտիկ, համեստ երիտասարդեր, լավ, եկեք դուրս գանք Կոմիտաս, ես էլ պարզենք, ինչ էր, ինչոց էր, Ահա, ասել, հա, ստեղ էլ է մի հատ, հա, Ինչ լավ տեղեր են գտնում, չէ՞։ Սա ավելի շուտ ինչ-որ տեղի բնակիչներից մեկը կլինի, որտեղ տարածքին անծանոթ մարդ տենց գա, ման գա, մի բան գտնի մի քիչ, չնայած ով գիտի։ Այս էլ ավտոտնակների տեղ են գտել ժողովուրդը, ով հասցրել է արագ դրել է, մնացածն է դուրսն են կանգնում։ Չէ, ինչ-որ անկապ տարածք էր, ոչ ցուցանակ, ոչ մի բան չկար։ Այստեղ էլ մի հատ տղա էր կանգնած, այն էլ գնաց, հույս ունեի դրան հարցնի, ես ինչ է։ Այն էլ գնաց։ Ես ինչ ա եղել կարող է իմանաք։ Չէ։ Ում հարցնում եմ, արտասահմանցի է դուրս գալի։ Լավ ես անհայտ մնաց։ Այս մեկը ոնց որ Ռաֆը դպրոցն է, աչքիս, այս։ Գարաժների քաղաք է ստեղ։ Այս տեղերը, որ մի անգամից աղ բալացվում, արդեն սովորենք։ Ասել դուս եք։ Ներողություն մի հատ բան հարցնում, հա։ Այս դպրոցն է, Ռաֆը։ Դպրոց։ Չէ։ Չգիտեր երիտասարդը, ես էլ ինչ-որ չեմ կարող կողմնորոշվում դպրոցն է, թե դպրոցը ավելի վերև է։ Լսանց գնանք։
Դեղատուն։ Այո, Դեբրոսն է։ Ռաֆիկի Կիսանդրին տեսա։ Ալո, հա Ջունիկ ջան։ Հա։ Ջուլիկի հետ էր խոսում։ Այո, Ռաֆիա անվան դպրոց։ Ինչ հետաքրքիր դարպաս ունի։ Հա, այնտեղ սպորտ հրապարակն ա բանա, հա։ Լավ փագել են։ Բայց այս մեկը բաց է։ Հələ կենտրոնական մուտքը ոնց էր ընդեղ, հա։ Հաշուտ պինդ փակ է սաղ, ես կարող է արձակուրդներ են ինչ են։ Ընդեղ է մուտքը։ Լավ, հələ բակը մտնենք։ Եթե կարանամ մտնեմ, ես ինչ ջուր աստե։ Հա, չէ, ես կողմից կարամ։ Կարծում եմ, ես մեկը կարող է ալնի, ասենք, այդ Անահիտը լավ գիտեր ոնց է կոչվում։ Մի խոսքով ցածր դասարաններ էլ։ Իսկ ես կողմը արդեն մեծեր է։ Երևի։ Հա։ Սպորտ հրապարակը սաղ մեքենաներ են կանգնե։ Դե սեզոնը արդեն անցել է երևի։ Դուրսը խաղալու են աշակերտին պապան բերեց դասի բայց են կորպուսը ինչ-որ մի ձևի է քանդուկ քարապ Պաստորեն ներեխան ստայից դասի մտավ։ Հետա դարձրեց։ Գնաց։ Աստելիքը բանա գրած։ Երևանի Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց ՀՕԱԿ, այդ ինչա չգիտեմ, երրորդ հարգում է այդ մի խոսքով։ Ստեղ ինչ է։ Կրթության տեսչական մարմին։ Այլ ռուսերեն օրգնա, հայերեն մարմինա։ Լավ, ես հավես չունեմ մտնեմ, սաղ աստիճանա։ Եկեք են կոմով գնանք։ Հավանադեպս այս կոմը դպրոց գրած չէր, այդ երեխեն երևի շախմատիստ էր։ Եկավ արցորդենու եք շախմատի տունը ինչքան մասնաճյուղեր ունի։ Ես էլի գարաժներ են։ Այս ծանոթ է, չէ։ Դասից չփախնենք։ Այս առաջի հարկը ինչ չի օգտագործում ոնց էր, հա։
լուսամուտները սաղ հին, ընդեղ նայեք ինչ լավ նորերը դրած է, այդ մարմինն է երևի, որտեղ շախմատը 3-րդ հարգում էր, հլանք կոմիտոս, գեղեցկության սրա, լավ եկեք նատ գնանք դպրոց կա, սյոտիկի թե, մենակ այդ մարմինն է, ոչ մի ցուցանակ չկա, ժողովուրդ, այս դռներն էլ փակ, չկա Ռաֆու դպրոց, իմանայի են մաքրողներին կհարցնեին, այք ես հանելուկ, Неужели դպրոցը վերացել է? Երրորդ հարգը այդ շախմատներ լավացնել այդ մարմիններ, բայց տեղի չեն գրել։ Չասրեցին։ Երեխեք դուք ստեղ եք ապրում։ Չէ։ Եթե ստեղ չեն ապրում, հաստատ չեն ունանա։ Այն կնոջը չհասցրեցին, նրանք ոնց որ ստեղ էին ապրում։ Չէ դե դպրոցը վաղտ ոնց կարա սենց լինի։ Այս աղջկան չկանգարենք թող խոսա։ Բարև ձեզ, վայ խոսում եք։ Այս դպրոցը կա Ռաֆու, թե չգիտեք։ Իշտ ասած չգիտեմ, պապի ջան։ Կներեք, շնորհակալություն։ Բարև ձեզ, այս կողմերին եք ապրում։ Ռաֆու դպրոցը չի աշխատում, չկա էլ։ Այդ չգիտեմ։ Չգիտեք։ Նոր եմ եկել։ Հա, լավ, կներեք։ Չիմացանք։ Մարդը չկա ում հարցնում։ Բարև ձեզ, կարող է իմանաք Ռաֆու դպրոցը, չէ, բայց չի աշխատում։ Աշխատող չէ։ Բայց աղ փակ է։ Հետևից գրած է։ Հետևը ուրիշ բան է գրած։ Էս իրան վառորդն է կենտրոնական, դասի ժամը երևի փակել են։ Դասը դրա համար փակել է։ Տեքստը բացի։ Դուք հաստատ գիտեք, որ աշխատում է։ Թե Արցախում կա։ Դպրոցն Արցախում։ ինչ ասում, հա, լավ, եղավ։ Բայց ոչ մի հատ ցուցանակ չկա ախր։ Դե դպրոցն է տալի, որ դողոքին չեն տալի։ Դաշը դիտիկներ են։ Հարցակուրտ է, բայց չհամոզեց։ Ինչի ցուցանակ չկա, դուք հասկանում եք։ Այն կողմից էլ դպրոցի մասին բան չկար գրած։ Մերով է Ռաֆու Կիսանդրին ուր մնաց։ Հա, հենա։
Ահա, այս կանայք ստեղ են, հաստատ կիմանան։ Այս դժվար գործի վրա են։ Բարև ձեզ։ Մի հատ բան հարցնեմ էլ ես, դպրոցը աշխատում է։ Դպրոցը աշխատանային արձակուրդ է։ Արձակուրդ է ուղղակի, բայց աշխատում է, հա։ Օй։ Այս մարդուց օգուտ եղավ։ Հետ չէ ես եկա իմ անկապ հարցերով, հետքին էլ սոտ տվեց ընգավ։ Բ գոտի 200 դրամ, 1000 դրամ մի օրը։ Հաց են գոտին էլ էր ոնց որ 1000 դրամ։ Հա, չէ, ստեղ տարին 24,000 է։ Են մեկը 160 է։ Արենա։ Fresh։ Շներ չտենանք ասում է ստեղ։ Դելավ մի հատ տենանք ես արենան ինչ է։ Ռաֆի դպրոցը պաստորեն։ Բայց խի ցուցանակ չկար, դուք հասկացաք։ Ես որ չհասկացա։ Հատս փագեմ, ինչ-որ բժշկական բան է, հա։ Արեզ ես, սա բժշկական ինչ-որ հիմնարկ է, թե։ Չէ, բժշկական այս դիմացում այդ է տեղափոխվել։ Այն շենքի սերմաստերում եք անկյունային։ Այո։ Այդտեղ է։ Իսկ ստեղ ինչ է հիմա։ Համակարգչային ակումբ է։ Ինչ է։ Համակարգչային ակումբ է։ Ինչ եք ասում, հա։ Ինչ որ բան սովորացնում են համել, թե։ Չէ, մենակ խաղերն է։ Հա, խաղերը։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Արենան էլ իմացանք, գենացվալ են քաչ ծանոթենք, ստեղ մի հատ էլ են գրել, որ չլնենք չիմանանք շուն ստեղ երևա, հա, ես են ծանոթ դեղատունն է, մի հատ է չմտնեմ, Ռաֆը դպրոցի բակը։ What? Վերջապես այս հիմնարկն է կարդանքա, ինչ կա, չկա։ Yeah. Կադաստրի կոմիտե։ Գրանցման միասնական ստորաբաժանում։ Հա, սաղ ստեղ է, հա։ Բայց Արշակունյանցունը չի վրա, ինչի էին արել։ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Լավ է։ Գեոմատիկայի կենտրոն։
Այ գեոմատիկա ինչա չգիտեմ, ինչ թաքցնեմ, չնայած գեոն գիտեմ, մատիկան էլ ոնց որ գիտեմ, դե միացնենք մի բան կստացվի, չէ? Գեոմատիկա Չէ, ընդ էլ չեմ ձգիս, սոված եմ, ժողովուրդ, առավոտը շուտ վեկացա, մի հատ դեղց եմ կերել, 20 գրամ կանյակով, շատ համով է, դեղցը կանյակի հետ, քթած բան է ուղղակի, գնացի տուն, հլը Անայիտ հետ պետք է դուրս գանք խանութ, Ես որտեղ էի կանգնա, սրանից ներքև էր, չէ, այստեղով գնացի, այստեղ չէր, մեքենաս, բենզակալոնկայից ներքև եմ կանգնա այդ հաստատ, հեն այլ մեքենա որ դուս եկավ, Դե լավ, այս կողմերը արդեն ահագին պտտվեցինք, չէ? Իմացանք, որ պոեզդի գիծը սենց էր գնում, բայց ուր էր գնում այդ այգիրա սենց, մի րոպե, ընդեղ ինչ կա, կան էլի, չէ? Ալումինի գործարանը, որ նախ դա, կարող են ձտեղ էլ գնում էր։ Ես էլ, համարդ նալոգովի հայրեն ոնց է, մի ժամա չեմ կարում հիշում։ Լավ, ինչ սա պետք։ Հիմա չեմ ամ, շրջադարձվեմ, ինչ, մեկա կոմիտասով պտի ներքև իջնեմ։ Չէ, ավելի լավա գնամ Արամ Խաչատրյանով, վրացականով հետ գամ, հուսամ վրացականով, որ մտնեմ կոմիտաս, վերև կարելի է բարձանալ, չէ։ Մի խոսքով ինձ տունա պետք էր։ Ահա, սենց գնանք։ Եկվենք Խաչատրյան, հուսամ եմ, որ կանգնել էի, ախես ինչ լավն է, դեղին է, ընտիր էր ուղղակի, այստեղ նշան կա 40 կիլոմետր դպրոց է որտեղ, ձախի վրա, իսկ Ռաֆու դպրոցի մոտ պիտի լինի կոմիտասի վրա, չէ երևի չէ, ընդեղ երեխեքով չեն դուրս գալու անցնում, ողոց ընդեղ անցում չկար, լավ, ամենայն դեպս որ անցնեմ մեքենայով մի հատ կնայեմ, մեզ դպրոցն ուր է, ներքևն է, ընդեղ, Այս խցանում փողոցը, պաստորեն նրանցից գրեցին, որ ստեղ անընդհատ էլ սոսկալի խցանումներ են, հետ էլ նոր բան է,
Այդ դպրոց եմ ասել, դասատուներ են գնում գալի։ Ցուցանակ ունեն նորմալ։ Ոսով մտավ ես կողքից, այ մարդ ես դպրոցի վրա եմ նայում։ Հա, չէ, շփոթել եմ։ Վերացականը վերևն էր։ Չէ, ես Փափազյանն եմ։ Շփվեմ Փափազյան։ Հետո մերոնցից որ գրել էր խցանումը, այդ վերևի մասին էր, այնտեղ Մամիկոնյաց փողոցն էր։ Հետո Մալխասյան այնտեղի մասին էր, չնայած ստեղ էլ ոչ, ես ինչ հեչ եմ ուքը։ Փափազյան։ Այստեղից կարծա կարելի է վերև գնալ։ Հա, իհարկե, վրացականը Ռաֆի փողոցից վերև էր։ Ես այդ կադաստրի տերն է։ Հա, կակրազ անցնում եմ, լետենանք նշան կա դպրոցի։ Հա, այն է երեխեք են նկարած, բայց տակը գրած չի 40 կիլոմետր։ Հա, ասել է, կա նշանները կա դպրոցի։ Ասենք մի րոպե, ինքն էլ ասես, չէ՞ որ են կանայք։ Խեղճկինը ոնց են գավ այն մարդ։ Մի կերպ բարձրացրեցի, բայց էլ այն բանը քաշտալը մտքովս հեչ չանցավ։ Վերես այնքան բանը կախած այդ հեռախոսն էր։ Դրա համար էլ մտքովս չանցավ։ Չէ, իհարկե աղբանոն քաշտալի իմ կրկի բանը չէր, են տղամարդը լավ է ետով։ Կոմիտաս։ Ես ինչ բողոցով, հա, Տիգրանյանը հետ ենք Խաչմերուկ։ Են սիթինը, հետևից Սուրբ Խաչ եկեղեցին է երևում։ Ողջույն ժողովուրդ ջան։ Ողջույն Անահիտ ջան։ Լավ եք։ Լավ ենք։ Իսկ դուք Արմեն ջան լավ եք, գործը ոնց եղավ։ Գործը ուրբաթ օրը SMS պետք է ուղարկեն, եթե ուղարկեցին, ուրեմն լավ եղավ, եթե չէ, ուրեմն էլ չգիտեմ, արդեն հրացանով բանով եմ գնալու, կադաստր, 14 աստիճան, Անահիտ, քո արածը դուրդ եկավ, Սիրուն է։ Քանիսն է ժամը, մի հատ էլ ժամը ասա։ Ժամը ուղիղ 3-ն է։ Ոնց 3-ը։ Այո։ Ես գիտեմ 4-ն է, 5-ն է։ Ինչի՞։ Այ ինչ է նշանակում առավոտ քշերը վեկանալը։ Չէ, ես վեկացա առավոտը գնամ, որ անձրև ասեցիր կլնի 4-ին 5-ին։ Ուրա։ Դե առավոտվանից հանգիստ հիմա կգնայի էլի։ Կքնեի մինչև 2-ը, հիմա էլ կգնայինք կադաստր։ Իրար հետ։ Շատ ինձ պետք է կադաստր։ Ընկերով։ Այսօր էլ բան չենք նկարելու, ես նայեցի քան եմ նկարել, ես ինչ պետք է անեմ այդ։ Նենց որ հրաժեշտ։ Լավ, հրաժեշտ մի ուրիշ տեղ կտանք վերջում։ Հա։ Այո։ Լավ, գնում ենք խանութ։ Ռայոնը արդեն սաղինն է դայո։ Մենք ուրիշ ռայոն չենք գնալու։ Ով ասեց, եթե այստեղ իմ ուզածը չլինի, պետք է կենտրոնի չլինի։ Լավ։ Ստեսություն, շնորհակալ։ Շուկա էլ մտանք, Զովք էլ մտանք,
կենտրոն գնալ պետք չկա, ոնց որ լավ մնաք հայր ջան։ Ստեսություն ձեզ։ Ես այսօր ստեսություն ու բարև ասեցի։ Здравствуй и прощай։ Միշտ առողջ եւ խաղաղ երկինք։ Այո, առողջություն եւ խաղաղություն մեզ բոլորիս։